Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, դե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ եմ պատրաստել, միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար, շատ չեք մտահոգվի ինչ եփել այսօր, դե իհարկե սկսում ենք նախաճաշից. Նախաճաշի համար որոշեցի պատրաստել փոքրիկ բուտերբրոդներ, պատրաստում է շատ հեշտ, շատ արագ և շատ հարմար է նախաճաշի համար։ Ահան հացը կտրեցի, տեղավորեցի և հիմա վրան լցնում եմ զեյթունի ձետ։ Սիրելիներս, զեյթունի ձեթը շատ օգտակար է, առողջարար է, եթե կարող եք ամեն օր առավոտյան օգտագործեք։ Եվ հիմա կտրում եմ լոլիկը։ Կտրում եմ լոլիկը, հետո կտրելու եմ վարունգ։ Ահա սիրելիներս, հացի վրա տեղավորեցի շերտերով լոլիկը, վարունգը, պանիրը և հիմա չոպիկներով տեղավորում եմ երշիկը և ձիթապտուղ։ Ահա և էր սիրելիներ, ստացվեց այսպիսի շատ հեշտ պատրաստվող, արագ, շատ թեթև նախաճաշ և իհարկե վայելում ենք սառը թեյով։ Բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Ահա սիրելիներս, նորից հանդիպեցինք և պատրաստվում եմ ճաշի ժամին։ Ահա այսօրվա մեր ճաշի ժամի կերակրատեսակը լինելու է ձուկ։ Վերցրել եմ ձուկը, ճիշտն ասած, պետք է դնեմ ջեռոցը, մի պահ մտածում էի հենց իրեն ուղղակի շերտեր կտրեմ վրան, կտրվածքներ անեմ և այսպես ընդհանուր, բայց հետո էլ մտածեցի, չէ, ավելի լավ է կտորների բաժանեմ, որպեսզի եփելուց հետո էլ կտրելն էլ, ուտելն էլ հեշտ լինի։ Ահա, հիմա մի հատ այս թեփուկներն կկտրեմ, թևիկները կտրեմ, հեռացնեմ, դվանալուց, մաքրելուց մոռացել եմ հեռացնեմ և շատ վաղուց գնել էի մի համեմունք, այդ համեմունքն եմ ուզում օգտագործել, դեռ չեմ օգտագործել, համեմունքը նախատեսված է և հավի մսի համար և ձկան համար։ Հիմա կհամեմեմ այդ համեմունքով և կպատրաստեմ ձուկը ջեռոցում ու հետո կտեսնենք արդյոք այդ համեմունքով համեղ ստացվեց թե ոչ, անպայման ձեզ տեղյակ կպահեմ։ Հեսա սիրելիներս, հիմա ձեզ էկրանի վրա ցույց կտամ այդ համեմունքը, այսպիսի մեջը տոպրակել կա, որպեսզի միսը կամ ձուկը դնենք տոպրակի մեջ հատուկ նախատեսված ջեռոցի համար և եփենք ջեռոցում։ Ես նաև ուզում եմ դնեմ տոպրակի մեջ, ոչ թե փաթաթեմ ֆոլգայով, այլ դնեմ տոպրակի մեջ։ Այսպիսի համեմունք է, վրան գրած է լիմոն և սխտոր։ Ճիշտն ասած չգիտեի մեջը աղ կա թե չկա, բայց ես աղ արեցի ձկան վրա և ստացվեց բավականին շատ համեղ և շատ լավ։ Մենք շատ հավանեցինք, նորից կգնեմ այս համեմունքից, քանի որ տոպրակն էլ մեջը կա, շատ հարմար է։ Ահա սիրելիներս, սա էլ տոպրակը, բավականին է լավ մեծ տոպրակ է, հետն էլ պլաստմասե ինչ-որ փակիչ ուներ, որպեսզի, հետա տեսեք կարմիր փակիչը, ահա տոպրակի եզրը փակելու համար։ Այստեղ երևի մի 3-4 ձուկ հաստատ կտեղավորվեր, բավականին մեծ տոպրակ է։ Ահա սիրելիներս, հիմա ձուկը կտեղավորեմ տոպրակի մեջ և կդնեմ ջեռոց։
Ահա մի քիչ էլ ձեթ եմ ցողում վրան, որպեսզի միսը շատ չոր չստացվի։ Վերջ, սիրելիներս, սա էլ ձուկը պատրաստ է։ Հիմա սա կդնեմ մի կողմի վրա և կհամեմեմ կարտոֆիլը։ Ահա, հիմա անցա կարտոֆիլին։ Կարտոֆիլը լավ լվացել եմ, կեղևը չեմ հանել, չեմ մաքրել, թողել եմ իր կեղևով։ Հիմա մեծ, լավ խոշոր կտորների եմ կտրատում և համեմելու եմ նույն համեմունքով, որը որ համեմել եմ ձուկը։ Իդեպ ասեմ, ստացվել էր շատ համեղ, շատ հավանեցինք։ Իրոք արժի նորից կրկնել այս համեմունքը, բայց կարելի է փորձել հավի մսով, հաջորդ անգամ կփորձեմ հավով։ Ահա, վերջ սիրելիներս, այսպիսի մեծ կտորների կտրեցի կարտոֆիլը, համեմում եմ և բոլորը միասին ուղարկում եմ ջեռոց։ Կտորներից կարող է չտետական ունենաս ո՞ր։ Ահա, ժողովուրդ ջան, ձուկը հանեցի, դե մի քիչ այսպեսի աղցան եմ պատրաստել ու հիմա այս կողմի վրա էլ կարտոֆիլն է։ Կարտոֆիլն էլ տեղավորենք իրան համապատասխան ափսեի մեջ ու մատուցենք։ Իրոք շատ համեղ է ստացվել կարտոֆիլը, հեսա տեսեք։ Ահա սիրելիներս, սա էլ ճաշի ժամի կերակուրը։ Դե ինչ, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Ինչ արի յանի։ Ինչ արիր, պատրաստ է, տեղափոխում եմ, լավ սառել արդեն, ու հիմա կսկսեմ կտրատել այն ամենը, ինչը որ պետք է պաստայի համար։ Այստեղ մի հատ այս պղպեղից է մնացել, մեր սա նախապես կտրեմ։ Ինչ եմ ավելացնում, բիբար, պղպեղ, ավելացնում եմ մի քիչ լոլիկ, հիմա լոլիկն էլ կկտրեմ, էլ ինչը որ սիրում եք, ժողովուրդ ջան, սա հատուկ ինչ որ բաղադրատոմս չի, որ ասես ինչ մեջը գցես, էլ ինչ որ սիրում եք։ Այն հատ այս կտերը թափտամ։ Ահա սիրելիներս,
Միգուցե կռահեցիք, թե ինչ եմ պատրաստում։ Պատրաստում եմ պաստայով աղցան։ Սա այն աղցաններից է, որը որ հատուկ բաղադրատոմս չունի։ Ավելացնում եք այն ինչը, որ սիրում եք։ Ես ավելացրեցի մի քիչ պղպեղ, մի քիչ լոլիկ, մի քիչ եգիպտացորեն եմ ավելացնում, ավելացնում եմ մի քիչ պանիր, ապխտած միս, վիչինա, այտենց կարող եք տունատեսակի ձուկ ավելացնել, ինչը որ դուք սիրում եք։ Ահա, պատրաստվում եմ ընթրիքին։ Ահա, ժողովուրդ ջան, մի քիչ կհամեմ եմ սև պղպեղով։ ու մեկ է մի փոքր աղ։ Շատ աղ չեմ անի, որովհետև պաստան եփելուց արդեն ջրի մեջ աղ եմ ավելացրել, հետո պանիրը եւ ապխտած միսը նույնպես աղի են։ Ահա, ժողովուրդ ջան, վերջ։ Այսպես կխառնենք ու կմատուցենք կամ մայոնեզով, կամ թթվասերով։ Ինձ թվում է թթվասերով ավելի հարմար է, որտեվ հիմա շոգ է։ Ավելավա լինի թթվասեր։ Վերջ, ժողովուրդ ջան, մի քիչ էլ այս կողմից խառնեմ։ Ամառային, համեղ, սառը ուտեստ։ Ահա եւ վեր սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի մենյու։ Հուսով եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Իսկ եթե կարողացել եմ լինել օգտակար, ապա մի մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի մենյու եւ կթեթևանաք հոգսերից։ Շատ չեք մտահոգվի ինչ եփել այսօր։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ, կհանդիպենք։ Մեր հանդիպման վայրը չի փոխվում։ Կհանդիպենք նույն տեղում։ Առայժմ